Մի փոքր էլ խոսեմ արական 10 մասին։ Գալիս է Ֆորտուն։ Համարվում է բավականին շատ դժվար քաղց, ճնշում կարող է լինել մարդը, որտեղ կարող է գտնվել բազմաթիվ դժվար գործոնների ճակատագրի ծանրության տակ։ Հա։ Երբ գալիս է այս քարտը մարդու, ով կարմա է աշխատել, կարող անգնի ազդեցության տակ դառնա խաղամոլ։ Դա հենց այնպես չի լինում։ Խաղամոլ հենց այնպես չեն դառնում։ Մարդը աշխատել է կարմա եւ այդ պատիժը գալիս է իրեն ընտանիքի համար պատիժ։ Հասկացաք հիմա։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր ճակատագրի ծանրության տակ, որովհետև կարմա են աշխատել եւ ստանում են այն, ինչ իրենց հասնում է։ Դե պատկերացրեք 2026 թվականը դա լինելու է, այո, կարմայական տարի։ Շատ ձեռնարկումների ձախողում, մեծ վեհաշուկ նախագծերի ստանձնում եւ ամեն ինչ կարող է մարդը արելա, սխալ բաներ, դժոխք է գնում։ Լիակատար խաբեություն, նշանաբանն է, մի ստանձնիր այնպիսի գործ, որը չես կարող կարգավորել, որը գերազանցում է քո ուժերը, դու կլարես քո պորտը։ Եթե ստանձնես այնպիսի գործ, որը գերազանցում է քո ուժերը, անպայման կլարվեն եւ կմեղադրվես ամեն ինչի համար։ Այսինքն ստեղ դու չես կարող մեղադրել որևիցե մեկին քո որդու, քո խնդրի մեջ, այսինքն ստեղ քո մոտից է գալիս խնդիրը, հա։ Այսինքն դու ես աշխատել այդ կարման, շարունակելով նույն սխալներդ կրկնել, մեղադրելով սրան, նրան այդ գործերի մեջ, դա քեզ չի ապահովելու հաջողություն այնքան ժամանակ, մինչև դու չվերանայես մարդկանց հետ քո հարաբերությունները ում ինչ ես արել։ Ինչն է հետաքրքիր, որովհետև հետագայում կմեղադրվես դու ամեն ինչի համար։ Հետևաբար պետքա ձգտեք անել փոքր բաներ։ Դա լավ խոսքի բիզնեսի հետ, եթե կապ ունի, կարող է քեզ լավ բիզնես տալ։ Եթե դու լավն ես ցանում, լավն ես ստանում, բայց միայն մի փոքր բաներում։ Մարդը միշտ կարող է կոտրվել որոշ մեծ ուժերի կողմից, այստեղ ֆակտորներ կան, որովհետև հոգևորը այստեղ մեծ կապ ունի։ Չունես հոգևոր արժեք, տրվում է քեզ այն, ինչ դու պետք է ստանաս։ Առաջարկներից, որոնք շատ դժվար կլինի գայթակղվող, որպեսզի դուք հրաժարվեք։ Գայթակղություն որոշ գայթակղիչ գործարար առաջարկներով։ Եվ եթե հետո դու նայես կախվելով, հա, նյութականից, չլինելով մեջդ արժեքներ հոգևոր, դու ես դրա պատասխանը տալու։